Աստված պատվիրում է մեզ լինել հանգիստ ու խաղաղ եւ այդ հանգստության մեջ շփվել իր հետ, վայելել խաղաղության, հանգստության ամեն մի վայրկյանը եւ այդ վայրկյանի մեջ գտնել ինքդ քեզ հետ ներդաշնակությունը, գտնել հոգուտ բժշկությունը, խաղաղվել մտքով եւ լիցքավորված անցնել առաջ կյանքդ ապրելու։ Սա հոգեվոր քո ճանապարհն է, որը դու կարող ես անցնել, երբ որ դու հավատում ես Աստծո ամենազորությանը, եւ ոչ թե ինքդ ես տառապում ինչ որ մի բան լուծելու համար, այլ հավատքդ ես ամեն անգամ զորացնում ավելի շատ, որ เป զի քո խնդիրները հավատքիդ արդյունքում գտնեն իրենց լուծումները։ Գուցե դու նման ես ալեկոծ ծովի մեջ ընկած մի մարդու, որին ալիքները այս ու այն կողմ են տանում, եւ դու չես կարողանում լողալ եւ դուրս գալ այդ ալեկոծության միջից։ Եվ հետեւյալ հանգամանքն է լինում։ Սկսում ես կանչել Աստծուն, որ քեզ փրկի։ Եվ միթե Աստծո ձեռքը կարճացել է, որ չկարողանա փրկել։ Կամ միթե, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, միթե Աստծո ձեռքը քարի տակ է, որ չկարողանա քեզ փրկել։ Ի վերջո Աստված ծովնել է նետում մի փրկարար պարան։ Դու կարճում ես պարանից։ Եվ դա էլ բավական է, որ պարանը ամուր բռնես եւ Աստված քեզ ափ տանի եւ փրկի քեզ լիարժեքորեն։ Իսկ ինչ ենք անում մենք։ Մենք սկսում ենք մտածել. «Բա ես ինչ անեմ այս իրավիճակում։ Ես ինչ անեմ, որ ճիշտ լինի»։ Արդյունքում մի ձեռքով բռնում ենք պարանը, մյուս ձեռքով սկսում ենք անհանգիստ շարժումներ անել, իբրև թե լողալ, որպեսզի հասնենք ափ։ Սա նշանակում է հետևյալը, որ դու դեռ Աստծուն լիարժեքորեն չես վստահում։ Ոչ թե հավատում ես, այլ թերահավատ ես, եւ այս տրամաբանության մեջ քո հոգեվոր կյանքը չի կարող փոխվել։ Դրա համար սիրելի ընկերներ ջան, մենք մեր հոգեվոր կյանքում, հավատքի կյանքում փոխվում ենք փոքր առ փոքր, չնչին, շատ չնչին, եւ դա այնքան քիչ է, որ ժամանակի արագության մեջ պարզապես աննշմարելի է եւ հաճախ ոչինչ էլ չի փոխում։ Լիարժեք հավատքային է, որ Աստծո նետած պարանը երկու ձեռքով ամուր բռնես ու ասես. «Տեր Աստված, դու ես իմ փրկիչը, դու ես իմ հույսն ու արարիչը։ Ես քեզնով եմ փրկվում բոլոր դժվարություններից եւ կյանքի ալեկոծություններից»։ Եվ իրապես, երբ որ ետ ես նայում, տեսնում ես, որ ինչքան բաների միջով ես դու անցել եւ հասել ես այս կետին։ Գուցե իրականում դու չպիտի լինեիր արդեն, բայց դու դեռ կաս եւ կլինես, որովհետեւ Աստված քեզ փրկելով հասցրել է այս կետին։ Դրա համար, երբ որ մենք սկսում ենք անձնական ճիգեր գործադրել ինչ որ մի իրավիճակից փրկվելու համար, սկսում ենք օգտագործել մեր միտքը, որը այս աշխարհային տրամաբանության մեջ է, եւ արդյունքում ինչ է լինում։ Սխալը սխալի ետևից ավելի արագ կերպով մեզ տանում է կործանման։ Իսկ երբ որ մենք ամուր կարճում ենք այդ պարանին, գիտենք, որ ազատարարը Աստված ինքն է, ու Աստված երբեք պարանը բաց չի թողնի։ Միթե որ դու բաց թողնես եւ ապավինես երկու ձեռքիդ լողին, որ լողալով կհասնես ափ։ Շատերն են այս կյանքում այդպես մտածել, որ իրենք եթե երկու ձեռքով լողան, ապա ափ կհասնեն։ Գուցե ոմանք հասել են, բայց շատ շատերը չեն հասել, որովհետեւ ինչ որ մի պահի այլևս ֆիզիկապես ուժ չեն ունեցել թևալող անելու, որպեսզի առաջ գնան, որպեսզի հանկարծ չմնան ալիքների մեջ ու կործանվեն։ Դրա համար սիրելի ընկերներ, մեզնից պահանջում է ամեն օր աշխատել մեր հավատքի, մեր հոգեվոր կյանքի փոփոխության ու աճի վրա։ Բնական է, օրվա ընթացքը շատ է լցված լինում բացասական էներգիայով, լուրերով, մարդկանց պահվածքներով, հաճախ ինքներս ենք մեզ քննադատում ինչ որ մի բանի մեջ թերություն նկատելով կամ որ չենք արել դրա համար։ Բայց դա էլ մյուս գայթակղությունն է, որով որ մենք ավելի խորն ենք խրվում այդ դեղնի մեջ։ Անցյալի ափսոսանքը այսօրվա ներկայում ոչինչ չի կարող փոխել։ Անցյալը անցավ, չես կարող ժամանակը յետալ եւ փոխել ինչ որ կփոխեիր։ Այնտեղ դու քեզ մեղադրում ես, ուրիշներին մեղադրում ես, բայց դա անիմաստ ժամանակի կորուստ է, եթե որևէ տեղ մեղք ես զգում, ասա Տեր Աստված, կներես ինձ, մեղանչել եմ եւ բաց թող անցյալը, որտեղ այնտեղ անելիք չկա, որտեղ ինքն էլ չկա, որ անելիք ունենաս։ Մյուս բարական ապագայի հանդեպ քո վախերն են, բա ինչ է լինելու։ Վախն ու Աստված իրար հետ չեն լինում, սիրելի ընկերներ։ Սա միշտ պիտի հիշենք։ Կամ վախն է, կամ Աստված։ Եվ մի տերմին կա չի աստվածավախություն։ Իսկ եթե մենք այդ տերմինը փոխենք աստվածասիրություն, ավելի լավ չի լինի։ Աստծուն սիրելու արդյունքում պահել Աստծո պատվիրանը հրաշք է, չէ՞։ Դրա համար միշտ պիտի հիշենք, վախն ու Աստված իրար հետ չեն լինում եւ Աստված մարդուն չի վախեցնում, չի սարսափեցնում, այլ ընդհակառակն ասում է, ոչինչ, ընկել ես, ոտքի կանգնի գնա առաջ։ Հնարավորություններդ միշտ գտնվում են առջևում։ Ուստի այս կյանքը, որ իր էության մեջ կազմված է եւ փոթորիկներից եւ այրուվերումներից, կարող է անընդհատ իր խնդիրներով մեր առջև ծառանալ։ Մենք ինչ պիտի անենք։ Մեզնից պահանջում է լիարժեքորեն ապավինել Աստծուն։
հենց կասկածը ներս է սողոսկում քո միտք, ապա էլ հավատքիցդ բան չի թողնում։ Շատ մարդիկ փորձեցին կյանքում հասնել հաջողությունների։ Մնացել էր վերջի քայլը, որ այդ լռան գագաթին հասնեին, որ արդեն դա կոչվեր հաջողություն, վերջի պահին ընկերկեցին, հիասթափվեցին, կորցրեցին մոտիվացիան եւ ըստ այդմ տեղ չհասան։ Եթե իրենք իմանային իրենց ինչ է սպասում, վերջի քայլն էլ հավատքով կանեին։ Դա համար մեր հավատքով ապրած կյանքը, արած գործերը նրանք են, որ աճում ու ծաղկում են եւ աճեցնում ու ծաղկեցնում են մեր շուրջը։ Ի վերջո պիտի մտածենք հրաշալի ճշմարտության վրա։ Աստված տալիս է ապահովություն։ Աստված տալիս է վստահություն եւ Աստված տալիս է առաջնորդություն։ Այս երեքն էլ մոլորակի վրա ապրող յուրաքանչյուր մարդու պետք է՝ ապահովությունը, վստահությունը եւ Աստծով առաջնորդված լինելը։ Ի վերջո Աստված մեզ հանում է մեր մեղքի վիհից, սա ապահովությունն է, որ իր հովանու ներքո մենք պաշտպանված ենք։ Երբ որ մեր ոտքը դնում է ամուր հիմքի վրա, ժայռի վրա, դա վստահությունն է եւ հաստատում է ընթացքը, օրհնում է ընթացքը, նախախնամության ճանապարհն է բացում, սա էլ առաջնորդությունն է։ Ուստի Աստծով դու ապահովես, ինքնավստահ ես, որտեղ վստահում ես Աստծուց եւ առաջնորդված ես, մոլորվելու տեղ չկա։ Համար ելենք երբ որ մենք ապավինում ենք մեր իմաստությանը, մեր գիտելիքին կամ ուրիշներին, ենք սկսում հարց ու փորձ անել։ Մոլորվելու հավանականությունը շատ մեծ է։ Իսկ երբ որ մենք ուղիղ այդ հարցը տալիս ենք Աստծուն, Աստված արդեն որևէ կերպով մեզ հուշում է ճանապարհը, եւ ոչ թե մենք մոլորվում ենք, նոր ենք ասում Տեր Աստված մոլորվել ենք մեզ փրկիր։ Այլ նախապես ասում ենք Տեր Աստված շնորհակալ եմ, որ այդ ճանապարհը ցույց տվեցիր, որտեվ այդ ճանապարհը տեսնելու եւ այդ ճանապարհով անցնելու ընթացքում ես մոլորվելու տեղ չունեմ, որտեղ դու իմ լույսն ես, իմ ջահն ես եւ դու ինձ առաջնորդում ես։ Աստված մեր ազատարարն է եւ անցյալի ափսոսանքների եւ ապագայի հանդեպ ունեցած վախերի։ Աստված գործում է ներկայում, ու մենք ներկայում ենք, պիտի ապրենք ու փառավորենք իր սուրբ անունը։ Ամեն։